Գլենդեյլ քաղաքի հայ գործարարին պատկանող ոսկերչական խանութից գողություն են արել։ Գողերը մտել են ծխնելու իզից ու տարել բավականին բարձր արժողությամբ ունեցող զարդեր։ Խանութի տերը Մանայիլ Բիրդուսյանը պատմել է, որ գողերը տարել են ոչ միայն ապրանք, այլև ընտանեկան հիշողություններով լի թանկարժեք իրեր։ Անվտանգության համակարգը չի աշխատել եւ միայն առավոտյան խանութ մտնելիս է Բիդրուսյանը նկատել, որ լույսերը միացված են, դռները փակ եւ արժեքավոր իրերից գրեթե ոչինչ չի մնացել, բացի աղոթող երեխայի պատկերով փոքրիկ ոսկյա վզնոցից։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփը հայտարարել է, որ ինքն է ստանձնում Դոջի վարչության ղեկավարումը, որպեսզի անձամբ վերահսկի պետական ծախսերը։ Սան Ֆրանցիսկոյում փոխվում է գնահատման համակարգը, այժմ քննությունը հնարավոր է հաղթահարել ընդամենը 21 միավորով։ Վաշինգտոնում վերաքննիչ դատարանը վերականգնել է Թրամփի մաքսատուրքերը, ԱՄՆ-ն հրապարակել է 500 ապաստարան քաղաքների ցանկը, մեղադրելով ներգաղթային օրենքների խախտման մեջ։ Բոինգը վերսկսում է ինքնաթիռների մատակարարումը Չինաստանին առևտրային պատերազմից հետո, սա նոր փուլ է։ Որ համալսարաններն են ստանում ամենաշատ դաշնային ֆինանսավորումը, այս մասին մանրամասն ու թվերով մի փոքր ուշ։ ԱՄՆ զինված ուժերի առողջապահական համակարգում այս տարի տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ խաթարել են միլիոնավոր զինծառայողների եւ նրանց ընտանիքների բուժ սպասարկումը։ Փոխվել է ամեն ինչ՝ վճարումից մինչև երեխաների հոգեբանական թերապիայի դադարեցում։ Այս մասին մանրամասն կխոսենք հաղորդման ընթացքում, մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մինչև սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մենք YouTube-ում արդեն գրեթե 9000 ենք եւ այս ամենը միայն ձեր ակտիվության եւ նամակների ու մեկնաբանությունների հաշվին։ Այնպես որ եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները եւ առաջինը դիտել, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան սեղմելով զանգակի կոճակը։ Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի 14 կրթական հաստատություններում այս տարվանից սկսած կներդրվի նոր գնահատման համակարգ, որը 3 անգամ կնվազեցնի քննությունների նվազագույն անցումային շեմը։ Այս նախաձեռնությունը կազդի մոտ 10,000 աշակերտի վրա։ Նոր կանոններով թույլատրվելու է քննությունը կրկին հանձնել առանց գնահատականի նվազեցման, իսկ տնային աշխատանքները եւ շաբաթական թեստերը հաշվի չեն առնվելու վերջնական գնահատականի համար։ Ըստ փոփոխված չափանիշների, նախկինում անհրաժեշտ 90 միավորի փոխարեն A գնահատական կարելի է ստանալ նույնիսկ 80-ից ցածր արդյունքով։ Իսկ եթե աշակերտը ստանա ընդամենը 21 միավոր, միևնույն է կարող է համարվել, որ քննությունը հաղթահարել D գնահատականով։ Մինչև այժմ նման արդյունք ունեցող աշակերտը քննությունից կկտրվեր։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ կարծիք ունեք գնահատման այս նոր համակարգի մասին։ Թրամփը հայտարարել է, որ անձամբ կստանձնի Դոջի ղեկավարումը Մասկի հեռանալուց հետո։ Սպիտակ տան խոսնակը ասել է, որ Թրամփը անձամբ է համակարգելու պետական ծախսերի կրճատման եւ չարաշահումների դեմ պայքարը։ Նախագահը նպատակ ունի խստացնել վերահսկողությունը պետական ռեսուրսների օգտագործման վրա։ Նա ծրագրում է նաև ներգրավել իր նախարարների կաբինետի անդամներին, որպեսզի Դոջի առաքելությունը տարածվի բոլոր գերատեսչությունների վրա։ Վաշինգտոնում դաշնային վերաքննիչ դատարանը թույլ է տվել ժամանակավորապես կիրառել Թրամփի սահմանած մաքսատուրքերը, այսպիսով չեղարկելով Ստորին ատյանի դատարանի որոշման ազդեցությունը։ Մինչև այդ միջազգային առևտրի դատարանը վճռել էր, որ նախագահը չի կարող անսահմանափակ մաքսատուրքեր սահմանել, այդ որոշմամբ չեղարկվել էին նաև Թրամփի սահմանած 10% մաքսատուրքերը Չինաստանից, Մեքսիկայից ու Կանադայից ներմուծվող ապրանքների վրա։ Սակայն վերաքննիչ դատարանը ընդունել է վարչակազմի բողոքը եւ մինչև գործի վերջնական քննությունը տուրքերը ուժի մեջ կմնան։ Սա նոր իրավական փուլ է նախագահական լիազորությունների սահմանների շուրջ։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Թրամփը նպատակ ունի ամերիկացիներին ուղղորդել դեպի պրոֆտեխնիկական կրթություն, այլ ոչ թե դեպի էլիտար համալսարաններ, օրինակ Հարվարդը։
Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ հարկատուների փողերը ներդրվեն այն ծրագրերում, որոնք իրականում օգտակար են տնտեսության և հասարակության համար, ասել է Սպիտակ տան խոսնակը և շեշտել, որ երկրի տնտեսական կարիքները պահանջում են ավելի շատ հմուտ մասնագետներ, օրինակ էլեկտրիկներ, ջրմուղագործներ, շինարարներ և մեխանիկներ։ Տեխասի Օստին քաղաքում սկսված հանկարծակիի հորդառատ անձրևը կաթվածահար է արել ամբողջ քաղաքը։ Փողոցները վերածվել են գետերի, մեքենաները մնացել են ջրի մեջ։ Հրշեջ ծառայությունները հայտնել են, որ իրականացրել են 9 ջրային փրկարարական գործողություն։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Տարածքի որոշ հատվածներում կարկուտի չափը հասել է գոլֆի գնդակի չափի։ Ամպրոպի պատճառով եղել են նաև էլեկտրոէներգիայի անջատումներ։ Տասնյակ հազարավոր սպառողներ մնացել են առանց հոսանքի։ Տեղացիներն ասում են, որ նման կարկուտ և ջրհեղեղ վաղուց չէին տեսել։ 2025 թվականի պայմանագրային փոփոխությունները խաթարել են զինված ուժերի բուժհամակարգի աշխատանքը, զրկելով միլիոնավոր օգտվողներին ժամանակին ստանալ բուժօգնություն։ Եկեք տեսնենք, թե այս ամենը ինչպես է անդրադարձել ամբողջ երկրում։ Tracker համակարգը սպասարկում է 9.6 միլիոն զինծառայողի, վետերանների և նրանց ընտանիքի անդամներին, բայց վերջին ամիսներին հազարավոր մարդիկ կանգնել են վճարումների ուշացումների, բժիշկների հասանելիության սահմանափակման և հոգեբանական աջակցությունից զրկվելու խնդրի առջև։ 16,000 բուժհաստատություններ չեն ստացել վճարումները։ Որոշ բժիշկներ ցանկացել են նաև դադարեցնել մարդկանց օգնություն ցուցաբերելը, որոշ հաստատություններ էլ մտածել են փակվելու մասին։ Տեղի ունեցած խառնաշփոթի պատճառը նոր պայմանագիրն է, որի արդյունքում փոխվեցին սպասարկող ընկերությունները և տարածաշրջանային բաժանմունքները, և խոստացված բարելավումների փոխարեն առաջացան լուրջ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ։ Մինչև վերջին փոփոխությունները մի խումբ զինվորականների ընտանիքներ կարողանում էին լիարժեք օգտվել ծրագրից, օրինակ շաբաթական մի քանի ժամ վարքային կամ հոգեբանական թերապիայի էին գնում երեխաների զարգացման համար։ Ծրագիրը ամբողջությամբ աուտիզմ ունեցող երեխաների համար էր և կարևոր էր նրանով, որ կենսական հմտություններ էր սովորեցնում երեխաներին, իսկ այժմ երեխաները մնացել են առանց անհրաժեշտ բժշկական աջակցության։ Սա հատկապես ազդել է հատուկ կարիքներով երեխաների վրա, որոնք պահանջում են շարունակական և կանոնավոր թերապիա։ Այդ երեխաները զրկվելով անհատական սեանսներից սկսում են կորցնել նախկինում ձեռք բերված հմտությունները, ինչի հետևանքով առաջանում է վարքային խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ։ Մասնագիտացված կազմակերպություններն ու երեխաների իրավունքների պաշտպանները արդեն զգուշացնում ու ահազանգում են, որ ծրագիրը արդեն վտանգում է հազարավոր զինվորական ընտանիքների բարեկեցությունն ու հոգեբանական կայունությունը։ Պատասխանատուները նշում են, որ աշխատում են համակարգի կայունացման վրա, խոստանում են լուծում գտնել մինչև ամառ, սակայն հստակ ժամկետներ կամ փոխհատուցման տարբերակներ չեն ներկայացվում։ Ամերիկյան զինված ուժերում այսօր ծառայում են հարյուրավոր հայ զինծառայողներ։ Նրանք ևս բախվել են այս առողջապահական համակարգի խնդիրներին, որի պատճառով կամ դադարեցրել են իրենց առողջապահական ծրագրերը, կամ էլ փորձում են գտնել այլընտրանքային տարբերակներ։ Ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է ավելի քան 500 ապաստարան քաղաքների ցանկը, այսպիսով հայտարարելով, որ դրանք խոչընդոտում են նախագահ Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին։ Ցուցակում ներառված են քաղաքներ, նահանգներ և շրջաններ, որոնք ըստ դաշնային իշխանությունների հրաժարվում են համագործակցել միգրացիոն ծառայությունների հետ։ Այս համայնքներից յուրաքանչյուրը պաշտոնապես կտեղեկացվի, արդյոք նրանք խախտում են դաշնային օրենքները, թե ոչ։ Ներքին անվտանգության նախարարն ընդգծել է, որ նման վարքագիծը վտանգի տակ է դնում ինչպես տեղացիների, այնպես էլ իրավապահների անվտանգությունը, հատկապես այն դեպքում, երբ պաշտպանվում են հանցավոր անցյալ ունեցող անօրինական ներգաղթյալները։ Սանտա Մոնիկայում տեղադրված ինքնավար մեքենաների լիցքավորման կայանը դժգոհություն է առաջացրել տեղացիների շրջանում։ Նրանց խոսքով, գիշերային ժամերին ռոբոտ տաքսիների թողած ազդանշաններն ու տեխնիկական ձայները խանգարում են բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան քնել, իսկ երեկոյան ժամերին հանգիստն ու քնելը կարելի է ասել անհնար է։ Բնակիչները նշում են, որ նախկինում այս հատվածը համարվում էր հանգստի գոտի, ծովից եկող քամու շնորհիվ, սակայն հիմա նույնիսկ ծովի շշուկը վերածվել է տեխնոլոգիական աղմուկի։ Նրանց պահանջն է սահմանափակել գիշերային ժամերին կայան մտնող մեքենաների քանակը կամ ստեղծել ձայնամեկուսիչ լուծումներ, որպեսզի վերականգնվի շրջանի բնական ռիթմը։ Առավել խնդրահարույց ժամանակահատվածը գիշերվա 2-ից 4-ն է, երբ մեքենաները շարունակում են գործել ու աղմկել։
Թողարկման այս հատվածում եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում միջազգային ասպարեզում։ Չինաստանի արտգործնախարարությունը քննադատել է Թրամփի հերթական աղմկահարույց որոշումը, այն է չտրամադրել վիզաներ չինացի ուսանողներին։ Այդ երկրի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը հայտարարել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մշակութային ու կրթական կապերին։ Նա ասել է, մեջբերեմ, ԱՄՆ-ն միշտ ասում է, թե գործում է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, բայց իրականում դրանով խոչընդոտում է ժողովուրդների շփումը և վնասում իր հեղինակությունը միջազգային հարթակներում, մեջբերման ավարտը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նախատեսում է չեղարկել հազարավոր չինացի ուսանողների վիզաները, ուժեղացնելով վերահսկողությունը օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ամերիկյան համալսարաններում։ Չինական կողմը շեշտում է, որ այս որոշումը խտրական է և հակասում է այն սկզբունքներին, որոնց մասին խոսում են հենց ԱՄՆ իշխանությունները՝ ազատություն և բաց հասարակություն գաղափարների տեսքով։ Թրամփի վարչակազմը ըստ ներքին տեղեկությունների պատրաստվում է մինչև դատարանի որոշումը լուծարել Ամերիկայի ձայնը։ Նշեմ, որ այս լրատվամիջոցը ֆինանսավորվում է Ամերիկայի կառավարության կողմից։ Գործակալության նախկին աշխատակիցներից մեկը նշել է, որ մայիսի կեսին աշխատանքից հեռացվել է ավելի քան 500 մարդ, ինչը կրկին խուճապ է առաջացրել մնացած անձնակազմի շրջանում։ Շատերը վստահ են, որ նույնիսկ ղեկավարությունը միտումնավոր արագացնում է կրճատումները, ստեղծելով մի իրավիճակ, որը նույնիսկ դատական անհաջողության դեպքում դժվար կլինի վերականգնել։ Լոս Անջելեսը դարձել է ԱՄՆ-ում շների հարձակումից ամենաշատ տուժած քաղաքը։ Ըստ փոստային ծառայության տվյալների, միայն 2024 թվականին այստեղ գրանցվել է 77 հարձակում փոստատարների վրա, իսկ ամբողջ երկրում հարձակումների թիվը հասնում է 6000-ի։ Մասնագետները համոզված են, այս թվերը հնարավոր է նվազեցնել, եթե շների տերերը հետևեն պարզ, բայց կարևոր կանոնների։ Ամերիկյան փոստային ծառայությունը կոչ է անում կենդանիներին պահել փակ տարածքում կամ կապած, հատկապես այն ժամերին, երբ փոստատարն անցնում է տան մոտով։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում նամակ վերցնել փոստատարից շան ներկայությամբ։ Փոստային ծառայությունը նախազգուշացնում է, որ եթե փոստատարն իրեն վատ զգա, առաքումը կարող է դադարեցվել և բնակիչը ստիպված կլինի անձամբ վերցնել նամակ փոստատնից։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների և Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ և նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցներին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, և Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Միսսուրիի նահանգի տներից մեկի տանիքին մեքենա է ընկել։ Սա արդեն երկրորդ դեպքն է 3 ամսվա մեջ։ Նշեմ, որ տանտերը փետրվարին էր փոխել իր տանիքը ու հիմա ստիպված է նորից վերանորոգել։ Վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ և մոտենալ շտապօգնության մեքենային։ Նրա վիճակը կայուն է, սակայն ոստիկանությունը դեռ պարզում է վթարի պատճառները։ Դեռ փետրվարին էր, որ նույն տան վրա մեկ այլ մեքենա էր ընկել։ Վարորդը մեղադրվում էր սեռական բռնության մեջ։ Մեքենայում եղել էին 2 անչափահաս ուղևորուհիներ, բոլորը ստացել էին վնասվածքներ։ Տանտերերը հիմա արդեն երկրորդ անգամ ստիպված են վերականգնել իրենց տանիքը։ Իսրայելն ու Համասը համաձայնվել են 60-օրյա հրադադարի տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան խոսնակը։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կողմերը ընդունել են խաղաղության ծրագիրն ամբողջությամբ։ Սպասվում է, որ Թրամփը շուտով պաշտոնապես կներկայացնի հրադադարի մանրամասները։ Առաջին իսկ օրից կսկսվեն բանակցություններ մշտական խաղաղ համաձայնության շուրջ։ Այս քայլը դիտարկվում է որպես հնարավոր առաջընթաց երկարատև կրակի դադարի և Գազայի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման համար։ Jeep ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է իր նոր ամենագնացի առաջին մոդելը ու հայտարարել, որ այս մեքենան կդառնա ընկերության վերածննդի խորհրդանիշը։ Ըստ ընկերության նոր մեքենան կունենա հիբրիդային շարժիչ։ Ընկերության ղեկավարի խոսքով նոր մոդելը կառաջարկի ավելի լայն ընտրություն և կլինի մատչելի։ Վերջին տարիներին Jeep-ի վաճառքները նվազել են բարձր գների պատճառով։ Նոր մոդելը կհամալրի ամենագնացների շարքը, որի գինը կսկսվի $30,000-ից։
Boeing ընկերությունը հաջորդ ամսվանից սկսում է ինքնաթիռների մատակարարումը Չինաստանին։ Նշեմ, որ մատակարարումը դադարեցվել էր ԱՄՆ-Չինաստան մաքսային պատերազմի պատճառով։ Գլխավոր գործադիր տնօրենի խոսքով Boeing-ն արդեն վճարում է մաքսատուրքեր Իտալիայից ու Ճապոնիայից ներկրվող մասերի համար, որոնք օգտագործվում են լայնաթև ինքնաթիռների մոդելների արտադրությունում, սակայն ըստ նրա այդ ծախսերի մի մասը հետ է վերադարձվում, երբ ինքնաթիռները արտահանվում են։ Միակ դեպքը, երբ ընկերությունը պարտավոր է վճարել ամբողջ մաքսը, այն է, երբ ինքնաթիռը մատակարարվում է ամերիկյան ավիաընկերությանը։ Boeing-ը, որը համարվում է ԱՄՆ-ի խոշոր արտահանողներից մեկը, շարունակում է զգալի ազդեցություն ունենալ երկրի առևտրային դեֆիցիտի մեղմացման վրա։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Starbucks-ը արդեն պատրաստ է ամռան շոգ օրերին ներկայացնելով նոր, գունեղ ու համեղ սառեցված խմիչքներ։ Հուլիսին սպասվում է 4 նոր խմիչք՝ ֆրապուչինո շոկոլադ կարամելով, salted caramel mocha, ելակ մոչայով, strawberry mocha, շագանակագույն շաքարի և դարչնի մեղմ համով, brown sugar, և տոնական տարբերակ firework frappuccino, որը նախատեսված է հուլիսի 4-ի առթիվ։ Այս շարքի 3 տարբերակները շերտավոր են ու սառը փրփուրով, իսկ հատուկ տոնական տարբերակը հատապտղային թարմեցնող խմիչք է տոնական ձևավորմամբ։ ԱՄՆ-ում մայրերի հոգեկան առողջությունը վերջին տարիներին զգալիորեն վատացել է։ Գիտնականները վերլուծել են 200,000 մոր ընդհանուր վիճակը և պարզել, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում իրենց հոգեկան առողջությունը հրաշալի գնահատող մայրերի թիվը նվազել է 38%-ից մինչև 26%-ի, իսկ վատ ինքնազգացողություն ունեցողները աճել են գրեթե կրկնակի։ Վատթարացումը նկատվել է բոլոր խմբերում, անկախ եկամուտից կամ կրթությունից։ Մասնագետներն ահազանգում են, որ մոր հոգեկան վիճակը ուղղակիորեն կապ ունի երեխայի զարգացման հետ։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները և ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին և բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Եթե օգտագործում եք iPhone, ապա հնարավորինս թարմացրեք նոր iOS 18.5-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ այս տարբերակը ուղղում է լուրջ սխալը, որի միջոցով հաքերները կարող են մուտք ստանալ ձեր լուսանկարներին, հաղորդագրություններին և այլ անձնական տվյալներին։ Թարմացումը նախատեսված է iPhone XS-ից սկսած մոդելների համար և ուղղվում է լուրջ խնդիրներ, որի դեպքում նույնիսկ մի սովորական նկար կարող էր խափանել սարքի աշխատանքը։ Մասնագետներն ընդգծում են, սա պարզապես թարմացում չէ, այլ կարևոր պաշտպանություն։ Խորհուրդ է տրվում չուշացնել ու օգնել նաև ծնողներին ու հարազատներին ժամանակին թարմացնելու իրենց հեռախոսները։ Սիրելի հետևորդներ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի գաղտնի տեղեկությամբ, որը Amazon-ը դեռևս չի հրապարակել, բայց մենք կարողացել ենք մեր աղբյուրների միջոցով ստանալ այն։ Եվ այսպես Amazon-ը ստեղծում է նոր տեխնոլոգիական թիմ, որի առաքելությունն է մշակել նորարարական սպառողական սարքեր և խելացի ծրագրային լուծումներ տալ։ Թիմի գործունեությունը դեռ գաղտնի է պահվում, սակայն աշխատանքի հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք մշակում են համակարգչային տեսողության վրա հիմնված նոր տեխնոլոգիա։ Ապագա սարքերը կկարողանան տեսնել և վերլուծել շրջապատը, ճանաչել մարդկանց, արձագանքել շարժումներին կամ տարբերել օբյեկտները։ Այս հնարավորությունը նախատեսվում է կիրառել խելացի տան անվտանգության ու ավտոմատացման համակարգերում, օրինակ՝ բացել դուռը, միացնել լույսը կամ ուղարկել ահազանգեր, կախված տեսածից։ Ինչ սարք է իրականում պատրաստվում, Amazon-ը դեռ չի բացահայտում։ Թրամփը իր սոցիալական ցանցում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքն է Ջեյսոն Սթեթեմի ոճով։ Նա քայլում է փողոցով, հագին սև երկար վերարկու կա, իսկ նկարի վրա գրված է, մեջբերեմ, նա կատարում է իր առաքելությունը, որը Աստված է նրան վստահել, և ոչինչ չի կարող կանգնեցնել այն, ինչ մոտենում է։ Մեջբերման ավարտը։ Այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ լրատվամիջոցներում։ Շատերը այն դիտարկել են որպես խորհրդանշական քաղաքական ուղերձ դիմադրության և վճռականության ոգով։ Լրատվամիջոցները նշում են, որ լուսանկարը հրապարակվել է հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ դատարանը օրինական չէր ճանաչել Թրամփի ներմուծման մաքսատուրքերի նախաձեռնությունը։
Դաշնային դատարանը երկարաձգել է ժամանակավոր արգելքը, որը կանխում է Թրամփի վարչակազմին զրկել Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներին ընդունելու իրավունքից։ Դատարանը որոշել է, որ համալսարանը կարող է ընդունել օտարերկրյա ուսանողների, քանի դեռ գործը դատարանում է ու դատական գործընթացը շարունակվում է։ Հարվարդը դատի է տվել ներքին անվտանգության նախարարությանը այն բանից հետո, երբ նախարարը չեղարկել էր համալսարանի լիցենզիան օտարերկրացիներին ընդունելու իրավունքը։ Սա մեծ արձագանք ունեցավ կրթական եւ իրավապաշտպան շրջանակներում, որպես հարձակում ակադեմիական ազատության եւ միջազգային կրթական փոխանակման դեմ։ Հարվարդի հայտարարությունում ասվում է, մեջբերեմ, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր օտարերկրյա ուսանողների եւ գիտնականների իրավունքները։ Նրանք ոչ միայն կարեւոր են մեր ակադեմիական առաքելության համար, այլև մեծ օգուտ են բերում ամբողջ երկրին։ Մեջբերման ավարտը։ Երբ խոսում ենք համալսարանների ֆինանսավորման մասին, առաջինը ինչ պատկերացնում ենք, դա կրթաթոշակներն ու վարձավճարներն են։ Բայց ահա եկեք ու տեսեք, որ Ամերիկայում մի աշխարհ գոյություն ունի լաբորատորիաներում, եւ որտեղ տարիներ շարունակ պետությունը միլիարդավոր ներդրումներ է կատարում գիտության զարգացման ու աճի համար։ Իսկ որ համալսարաններն են դրանք, ինչքան գումար է ծախսվում, եկեք այս մասին տեսնենք ու խոսենք հենց թվերով։ 2023 թվականին դաշնային կառավարությունը համալսարաններին տրամադրել է 59.6 միլիարդ դոլար հետազոտական եւ փորձարարական աշխատանքների համար։ Այս գումարի կեսից ավելին 33.9 միլիարդ դոլարը ուղղվել է կենդանաբանական գիտություններին։ Այստեղ են ուսումնասիրվում վիրուսներ, բջիջներ, ուղեղի աշխատանքը, նույնիսկ մարդու գենետիկ կառուցվածքը։ Ինժեներական ոլորտը ստացել է 19 միլիարդ դոլար, որը ներառում է ամեն ինչ միկրոչիպերից մինչև տիեզերագնացության տեխնոլոգիաներ։ Մնացած գումարը բաժանվել է տարբեր ոլորտների՝ ֆիզիկայից մինչև հոգեբանություն ու նույնիսկ ոչ գիտական ուղղություններ։ Բայց որ համալսարաններն են ամենաշատը ծախսում։ Առաջատարը Ջոնս Հոփքինս համալսարանն է Բալթիմորից, որը ստացել է 3.32 միլիարդ դոլար։ Սա մոտ 2.8 անգամ ավելի շատ է, քան անցած այլ համալսարանների դաշնային ծախսերը։ Այս համալսարանում հետազոտական գումարների 43%-ը գնում է ինժեներական նախագծերին, իսկ 27%-ը կենսաբանությանը։ Դաշնային ամենամեծ գիտական ծախսեր ունեցող բուհերի շարքում են Վաշինգտոնի համալսարանը 1.19 միլիարդ դոլար, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Կալիֆոռնիայի համալսարանը Սան Դիեգոյում, որոնք ստացել են յուրաքանչյուրը 1.08 միլիարդ դոլար։ Այս գումարները հավասարաչափ չեն ծախսվում։ Օրինակ, ամերիկյան բժշկական համալսարանը համարյա ամբողջ գումարը 95.2%-ը ուղղել է միայն կենդանաբանական գիտություններին։ Իսկ այս միլիարդավոր դոլարները գալիս են դաշնային բյուջեից։ Միայն երկու գերատեսչություններ՝ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը եւ էներգետիկայի նախարարությունը համալսարանին հատկացնում են յուրաքանչյուրը ավելի քան 100 միլիարդ դոլար։ Այս ամենը վերածում է համալսարանը ոչ միայն կրթական, այլև գիտատեխնոլոգիական կենտրոնի, որտեղ ձևավորվում է ապագան։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։